Հիմա գտնվում ենք օդանավակայանի ուղևորի եւ ձերքի ուղեբեռի զննման կետում։ Ուղևորները ստուգվում են ժամանակակից սարքերով, ստուգումից հետո նրանք ուղեկցվում են սպասասրահ։ Մայրաքաղաք Երևանից Հայաստանի հարավային դարպաս 5-ից 6 ժամվա փոխարեն հնարավոր է հասնել 45-ից 50 րոպեում։ Կապանի օդանավակայանը բացվել է 1972 թվականին, սակայն շահագործումը դադարեցվել է 1990-ականներին տևական անգործության հետևանքով օդանավակայանի ենթակառուցվածքները ենթակա չէին շահագործման։ Օդանավակայանը 2017-ից 2020 թվականների վերակառուցումից հետո սկսել է ուղևորներ ընդունել 2023 թվականի օգոստոսից։ Օդանավակայանի 50% մասնաբաժինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինն է, մյուս 50%-ը Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին է։ Ներկայումս իրականացվում են բացառապես ներքին չվերթներ, սպասարկելով ժամում մինչև 50 ուղևոր։ Չվերթներն իրականացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, օրական 1, իսկ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին 2 անգամ։ Սյունիքում տեղադրվել են համապատասխան նավիգացիոն սարքեր, բայց չվերթները երբեմն չեղարկվում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Էական նշանակություն ունի Կապանի աշխարհագրական դիրքը։ Սյունիք օդանավակայանը Կապանի ինքը բարդ օդանավակայանների շարքին է դասվում, որը որ մեծապես կախված է արդեն իսկ եղանակային բարենպաստ պայմաններից։ Մեր մոտ չվերթները չեղարկվում են բացառապես եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով։ Այլ չեղարկման դեպքեր մենք չենք ունեցել։ Վերջնական անկախ ամեն ինչից, ինչ սարքավորումներ տեղակայվեն օդանավակայանում կամ այդ մարշրուտի վրա թռիչքային, վերջի խոսքը լինելու է եղանակին։ Աշխատանքներ են տարվում Կապանի Սյունիք օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Սյունիք օդանավակայանին միջազգային օդանավակայանի կարգավիճակ շնորհելու գործընթացի շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2025 թվականին մշակվել է անհրաժեշտ միջոցառումների ցանկը, որի վերաբերյալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում։ Աշխատանքային քննարկման արդյունքները հաշվի առնելով պատասխանատու գերատեսչություններին առաջարկվել է իրենց գործառույթներին առնչվող միջոցառումների վերաբերյալ նախարարություն ներկայացնել միջոցառումների տրամաբանական հաջորդականությամբ մշակված ճանապարհային քարտեզ եւ անելիքների հստակ ցանկ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու նպատակով։ Ըստ ՏԿ նախարարության Սյունիք օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելը կնպաստի մարզի տնտեսական եւ բիզնես կապերի զարգացմանը։ Սյունիք օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է ընդունել միջազգային չվերթներ, անհրաժեշտ է որոշակի սերտիֆիկացում անցնել։ Դա ավելի շատ ժամանակի եւ հստակ որոշման արդյունք է, երբ որ որոշում կկայացվի, որ իրոք քաղաքական նաեւ որոշում կկայացվի մեր բաժնետերերի եւ պետության ներկայացուցիչների մասով, որ պետք է որ Կապանի օդանավակայանը լինի միջազգային, մենք պատրաստ ենք շատ արագ ադապտացվել այդ իրողություններին։ Սյունիք օդանավակայանում ավիափոխադրողն այս պահին Նովեր ընկերությունն է։ Ավիափոխադրողն առայժմ ունի 1 օդանավ L410 տիպի, որը տեղավորում է 17 ուղևոր։ Եթե օդանավակայանը ստանա միջազգային կարգավիճակ, կկարողանա սպասարկել էլ ավելի մեծ օդանավեր։ Այդ պարագայում անհրաժեշտ է նաև օգտագործել հարևան պետության օդային տարածքը։ Մենք մասնավորապես ATR 72, որի տարողունակությունը մինչև 72 ուղևոր է։ Այդ պարագայում մենք կարող ենք թռիչքներ ընդունել եւ սպասարկել ռեգիոնի բոլոր պետություններում՝ Ռուսաստանի հարավ, Վրաստան, Պարսկաստան։ Կարեն Վարդանյանն ասում է, որ այս պահին Սյունիք օդանավակայանն ավելի շատ սոցիալական նախագիծ է, քան բիզնես, սակայն բոլոր նախադրյալները կան, որ այն դառնա բիզնես նախագիծ։ Երևանից Կապան եւ հակառակ ուղղությամբ տոմսերն այս պահին վաճառվում են 20,000 դրամով։ Օդանավակայանն ունի 35 աշխատակից։ Երևան-Կապան, Երևան չվերթն իրականացնելու համար L410-ը ծախսում է մոտավորապես 500 կիլոգրամ ավիավառելիք։ Ներկայում այդ գինը կազմում է մոտ 400,000 դրամ։ Հետևությունները թողեմ ձեզ, այսինքն եթե մենք ամբողջությամբ նույնիսկ 17 ուղևոր գա եւ 17 ուղևոր հետ վերադառնա, երևի մոտ 740,000 դրամ է կազմում այդ գինը, որից 400,000 դրամը արդեն իր վառելիքի գինն է։ Հաշվի առնել նաև երկու օդանավակայանների ծառայությունները, օդանավի մաշվածություն, աշխատակազմ, ռեսուրսներ եւ լիքը այլ բաներ, ինքը
բիզնես գործունեության հետ առնչություն չունի, սա բացառապես սոցիալական պրոյեկտ է։ Մեր հարցմանն ի պատասխան քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Սյունիք օդանավակայանն ապահովված է օդանավերի, անվտանգ թռիչքների եւ վայրէջքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Կոմիտեից նաեւ հայտնել են, որ օդանավակայանը գտնվում է բարդ աշխարհագրական եւ լեռնային տարածքում, որտեղ եղանակային պայմանների հաճախակի փոփոխությունների պատճառով կարող են լինել թռիչքների չեղարկումներ։ Սյունիք օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը եւս փաստում է, հիմնական խնդիրն անպամացությունն է, բայց անկախ եղանակային պայմաններից Սյունիք օդանավակայանում չվերթերի թիվն ավելացել է։ Ամեն տարի ավելի մեծ թվով քաղաքացիներ են նախընտրում Սյունիք հասնել հենց օդային ճանապարհով։ 24 թվականին 6 չվերթ է իրականացվել, 25-ին 5, 26-ին 15։ Տարբերություն է էական։ Մայիս ամսին 24 թվականին 3 է եղել, 25-ին 17, 26-ին 16։ Հունիս ամսին ունեցել ենք 24 թվականին 5, 25-ին 15, 26-ին 26։ Դինամիկան նկատելի է, ուղղակի արդարացի լինելու համար պետք է նաև նշեմ, որ մեր չվերթների քանակն է ավելացել։ Քաղաքացիների անվտանգության համար արվել է ամեն ինչ։ Օդանավակայանը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին։